Ադրբեջանի նախագահը Գերմանիայից վերադարձել է ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթերով, տնտեսական պայմանավորվածություններով եւ Եվրոպայի համար Ադրբեջանի կարեւորության ընդգծմամբ, իսկ արդեն հաջորդ օրը Մերցը խոսում է Փաշինյանի հետ, քննարկելով խաղաղության գործընթացը, Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները, նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցության հեռանկարները։ Այս հերթականությունը պատահական չէ։ Բերլինը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասը դիտարկում է ոչ միայն որպես հակամարտությունների տարածաշրջան, այլև որպես էներգետիկ, տնտեսական եւ հաղորդակցային կարևոր հանգույց։ Փաշինյան-Մերց հեռախոսազրույցի պաշտոնական հաղորդագրությունը կարճ էր։ Կողմերը նշել են, որ կարևորում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, տարածաշրջանում կայունության ապահովումը եւ երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Սակայն այդ զրույցի իրական քաղաքական ֆոնը ձևավորվել էր Բերլինում Ալիևի այցի ընթացքում։ Գերմանիայի հետաքրքրությունը հիմնականում տնտեսական է։ Եվրոպան փորձում է նվազեցնել ռուսական էներգակիրներից կախվածությունը, իսկ Ադրբեջանը փորձում է ամրապնդել իր դերը որպես այլընտրանքային էներգետիկ գործընկեր։ Ալիևի խոսքով Ադրբեջանն արդեն սկսել է գազմատակարարել Գերմանիային, բայց Բերլինի հետաքրքրությունը միայն գազով չի սահմանափակվում։ Խոսքը նաև նոր հաղորդակցային ուղիների մասին է։ Գերմանիայի կանցլերը Հարավային Կովկասը անվանել է Եվրոպան եւ Ասիան կապող կարևոր տարածաշրջան։ Հարավային Կովկասն ավելի մեծ նշանակություն է սկսում ստանալ որպես Եվրոպան եւ Ասիան միմյանց կապող տարածաշրջան։ Նոր տրանսպորտային եւ առևտրային միջանցքները լուրջ տնտեսական ներուժ են ստեղծում, եւ մենք ցանկանում ենք օգտվել այդ ներուժից։ Տարածաշրջանում կայունությունը եւ խաղաղությունը կարևոր նախապայման են այդ հնարավորությունները լիարժեք օգտագործելու համար։ Ալիևը Բերլինում փորձել է ներկայացնել, որ խաղաղության գործընթացից հետո Ադրբեջանը արդեն անցել է գործնական փուլ, խոսել ոչ միայն Գերմանիայի հետ հարաբերությունների, այլև Հայաստանի հետ տնտեսական կապերի մասին։ Bakıda keçirilmiş Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից, խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումից եւ ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Սպիտակ տանը համատեղ հռչակագրի ստորագրումից հետո հաստատի վերջը դրվել ավելի քան 30 տարի տևած հակամարտությանը։ Մենք այսօր տեսնում ենք, որ խաղաղության գործընթացը տալիս է իր առաջին արդյունքները։ Ադրբեջանը Հայաստանին տրամադրում է էներգետիկ աջակցություն։ Ադրբեջանական տարածքով իրականացվում է բեռների տարանցում։ Մինչ օրս ավելի քան 40,000 տոննա բեռ է անցել Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։ Ադրբեջանական բենզինի եւ դիզելային վառելիքի մատակարարումները նույնպես նպաստում են Հայաստանի էներգետիկ անվտանգությանը։ Այս հայտարարություններով Բաքուն փորձում է ամրապնդել իր նոր քաղաքական կերպարը որպես տարածաշրջանի հիմնական տնտեսական եւ հաղորդակցային հանգույց։ Միևնույն ժամանակ խաղաղության համաձայնագիրը դեռ վերջնական ստորագրված չէ։ Բաքուն շարունակում է պահանջել Հայաստանի սահմանադրության փոփոխություններ որպես հաջորդ քայլի նախապայման։ Մերցը սակայն Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները պատմական հնարավորություն են երկարատև հակամարտությունը հաղթահարելու համար։ Բերլինի վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Հարավային Կովկասի նկատմամբ եվրոպական հետաքրքրությունը դուրս է եկել միայն խաղաղության գործընթացի շրջանակից։ Գերմանիայի համար կարևոր են էներգետիկան, առևտրային ուղիները եւ տարածաշրջանային կապերը։ Ադրբեջանը փորձում է այս օրակարգում ամրապնդել իր դիրքը, իսկ Հայաստանը փորձում է խաղաղության գործընթացը կապել եվրոպական ինտեգրման եւ սեփական տնտեսական հնարավորությունների հետ։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Ադելյանի գնահատմամբ գլխավոր խնդիրը այն է, թե ով կկարողանա ազդել հետպատերազմյան նոր իրականության ձևավորման վրա։ Այսօր մենք գործ ունենք ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։ Խաղաղության գործընթացը դարձել է ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության մաս։ Ադրբեջանը փորձում է իր քաղաքական ձեռքբերումները վերածել տնտեսական եւ տարածաշրջանային ազդեցության, ներկայանալով որպես էներգետիկ եւ հաղորդակցային կարևոր գործընկեր։ Հայաստանի համար ամենակարևոր հարցն այն է, որ խաղաղությունը չլինի միայն փաստաթուղթ։ Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը կարողանա ներգրավել նոր տնտեսական ծրագրերում եւ ձևավորել սեփական դերակատարությունը տարածաշրջանում։ Հակառակ դեպքում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ տարածաշրջանում մեծ նախագծերը կզարգանան, իսկ Հայաստանը պարզապես կհարմարվի արդեն ձևավորված պայմաններին։ Բերլինի վերջին զարգացումները ցույց են տալիս, Հարավային Կովկասում ձևավորվում է նոր մրցակցային միջավայր։ Ադրբեջանը փորձում է օգտագործել իր էներգետիկ եւ աշխարհագրական առավելությունները, իսկ Հայաստանի հետ խաղաղության գործընթացը վերածել նոր հնարավորության։ Մերց-Փաշինյան հեռախոսազրույցից պարզ է դառնում, Գերմանիան փորձում է պահպանել կապը Երևանի հետ, սակայն Բերլինի հիմնական հետաքրքրությունը տարածաշրջանի տնտեսական ներուժն է, որովհետեւ այս փուլում պայքարը միայն խաղաղության փաստաթղթի համար չէ։ Պայքարը այն բանի համար է, թե ով է ձևավորելու խաղաղությունից հետո ստեղծվող նոր տարածաշրջանը։ Ֆրիդա Ղազարյան, Վահագն Մխիթարյան, TV News։